Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մարմինը Վատիկանի նրա կեցավայրից կարդինալների և շվեյցարացի գվարդիականների ուղեկցությամբ հանդիսավոր կերպով տեղափոխվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճար։ 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը, որն ավելի քան 12 տարի ղեկավարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին, կաթվածից մահացել է ապրիլի 21-ի վաղ առավոտյան Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին, նրա հուղարկավորության արարողությանը ներկա կգտնվեն աշխարհի տարբեր ղեկավարներ։ Հնդկաստանում տեղի ունեցել ահաբեկչություն, ինչի հետևանքով զոհվել է 28 մարդ։ Տեղական կառավարության ղեկավարը սակայն նշել է, որ զոհերի թվի մասին պաշտոնական ճշգրիտ տվյալներ դեռ չկան։ Տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դատապարտել է ահաբեկչությունը։ Ուկրաինական պատերազմը դադարեցնելու օրակարգով Լոնդոնում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է, հայտարարությունը տարածվել է բանակցությունների մեկնարկից բառացիորեն մի քանի ժամ առաջ Ուկրաինայի արտգործնախարարի ժամանումից հետո, ով ևս պետք է մասնակցեր հանդիպմանը։ Կողմերը միաժամանակ հայտարարել են, որ քննարկումները կշարունակվեն ավելի ցածր մակարդակով։ Ուկրաինան Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք չի ճանաչում, ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, խոսելու բան չկա, դա մեր սահմանադրությունից վեր է, դա մեր տարածքն է, Ուկրաինայի ժողովրդի տարածքը։ Նման բան չի լինի, հենց սկսում ենք խոսել Ղրիմի, մեր ինքնիշխան տարածքների մասին, մտնում ենք այն ձևաչափի մեջ, որը ցանկանում է Ռուսաստանը։ Հրադադարից հետո Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել ցանկացած ձևաչափով, ասել է նա։ Վոլոդիմիր Զելենսկու այս հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվեց մեկնել պատերազմի դադարեցնելու շուրջ Լոնդոնում նախատեսվող քննարկումներին։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 23-ին Պեկինում կայացած արարողության ժամանակ ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն։ Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարության համաձայն Բաքուն և Պեկինը վճռական աջակցություն են ցուցաբերում երկու երկրների հիմնարար շահերի, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ Ըստ հայտարարության տեքստի Չինաստանն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին, բացի այդ կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել կապերը կառավարությունների միջև, գործակցել առևտրի, տնտեսության ներդրումների ոլորտներում, բանակցություններ սկսել ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ, խորացնել գործակցությունն արդյունաբերության, վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտներում։ Ապրիլի 22-ից 24-ին Իլհամ Ալիևը Սի Ցզինփինի հրավերով պետական այցով գտնվում է Չինաստանում։ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները համատեղ կոչ են արել Իսրայելին հավատարիմ մնալ միջազգային իրավունքին, թույլ տալով մարդասիրական օգնության անարգել անցումը Գազա։ Նրանք կոչ են արել բոլոր կողմերին վերադառնալ հրադադարի ռեժիմին, Համասին մասնավորապես կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած պատանդներին։ Իսրայելը մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված արգելափակում է մարտի 2-ից ի վեր, ՄԱԿ-ն ավելի վաղ ահազանգել է պատերազմի 18 ամիսների ընթացքում Պաղեստինյան անկլավում ստեղծված լրջագույն հումանիտար ճգնաժամի մասին։